2024-ին արձանագրվել է հարկային եկամուտների 5,1% կամ 117 միլիարդ դրամի աճ։ Հարկային եկամուտներն աճել են 11,2%-ով, մինչդեռ մաքսային հավաքագրումներում արձանագրվել է մոտ 15%-ի անկում։ Պետնախագահն ազգային ժողովում ներկայացրել է բյուջեն անկման հանգամանքը պայմանավորել սահմանային հավաքագրումների կամ ներմուծման օբյեկտիվ խնդիրներով։ Նախորդ տարիներին մեքենաների եւ ծխախոտի ներմուծման աճի տեմպերն են եղել, ինչը նվազել է 2024 թվականին։ Հարկեր հնահատվածում եղել է կես տոկոսային կետով նվազում։ Վերջին տարիներին երկու ոլորտում են բարձր աճի տեմպեր գրանցվել բանկային համակարգ եւ շինարարություն։ Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 72 միլիարդ 400 միլիոն դրամ կամ 96,4%։ Ի թիվս բազմաթիվ ծրագրերի նախարարությունը իրականացրել է նաեւ չպլանավորված ֆինանսավորում։ 181 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակից տուժած տնտեսվարողներին։ Էներգետիկա, ճանապարհաշինություն, տրանսպորտ եւ այլն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բազմավոլորտ նախարարության 21 ծրագրերի 138 միջոցառումների իրականացումն անցած տարի պետբյուջեի վրա արժեցել է ավելի քան 307 միլիարդ դրամ։ Կադաստրի կոմիտեն անցնող տարի հավաքագրել է 8,7 միլիարդ դրամ, որից 4,2 միլիարդը մուտքագրվել է բյուջե։ Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ սա ավելին է 14,3%-ով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականը ներկայացրել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ 24-ին կոմիտեի աշխատակիցները 955,000 դիմում են սպասարկել, ինչը աննախադեպ է որակել Թովմասյանը։ Շուրջ 600 բնակավայրի կադաստրային քարտեզներ ենթարկվել են ուղղումների։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցած տարի 1 միլիարդ 115 միլիոն դրամ է ծախսել կամ հաստատված բյուջեի 90,9%-ը։ Քաղաքաշինության կոմիտեն էլ հաշվետու տարում ծախսել է 16,9 միլիարդ դրամ։ Ոլորտային ծախսերը ներկայացրել է կոմիտեի ղեկավարը։ Անցնող տարի Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքներ են տարվել, ներքին հանդում տանիքներ վերանորոգվել։ Կառուցապատման թույլտվությունների առցանց հարթակն են գործարկել, համակարգից շուրջ 21,000 քաղաքացի արդեն օգտվել է։ Լոռու եւ Տավուշի մարզերում անցած տարվա ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներում եւս կոմիտեն ներգրավված է եղել։ Աղետի հետևանքները 280 տան մասով կոմիտեն է գույքագրել։ Հունիսի 6-ից մեկնարկել է ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բաց թողումը, սովորականից մի քիչ ուշ եւ բավականին քիչ է այս տարի լճից ջուր հատկացվելու գյուղատնտեսությանը։ Հայտ ներկայացնող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն օրենքի թույլ տված 170 միլիոն խորանարդ մետրի չափաքանակին այս անգամ չի էլ մոտեցել։ Սա առաջին տարին է, որ կառավարության որոշմամբ սահմանում է ոչ թե Սևանա լճի ջրար իրականացնել մինչև 170 միլիոն մետր խորանարդ, այլ մինչև 131,8 միլիոն մետր խորանարդ։ Հիդրոթերապևտաբանները վիճակագրությունն են ներկայացնում։ Վերջին 10 տարվա կտրվածքով լճից նախատեսվածից շատ ոռոգում է իրականացվել 2017, 18, 21 եւ 23 թվականներին։ Ռեկորդային ջրար 317 միլիոն խորանարդ մետրից ավելի ունեցել ենք խիստ չորային 2012 թվականին։ Գյուղացիներին եւ էներգետիկներին բաշխվող օրենքի թույլատրած 170 միլիոն խորանարդ մետր ծավալից ամենաշատը կարողացել են խնել նախորդ տարի առատ անձրևների շնորհիվ։ Նվազագույն տարին դա 2024 թվականն էր, երբ լճից ջրարն իրականացվեց 131,38 միլիոն։ Սևանից ջրբաց թողման այս տարվա համար ոգևորիչ ցածր ցուցանիշի կողքին գրանցվել է նաև ոռոգման սեզոնի մեկնարկին լճի մակարդակի հունվարի համեմատ 38 սանտիմետրով բարձրացած տվյալը 1900,77։ Սուեզի ջրանցք, Հորմուզի նեղուց, Մալակայի նեղուց, աշխարհի հանածով առելիքի 69%-ն այս կետերով է տեղափոխվում։ Մի պահ պատկերացնենք, որ այս 3 կետում բեռնափոխադրման խափանում է լինում։ Աշխարհի մի շարք երկրներում տնտեսությունը կարող է կաթվածահար լինել։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ամբողջ աշխարհում մեծապես կախված է հանածով առելիքից՝ նավթ, գազ, ածուխ։ Պետությունների մեծ մասը ներմուծում է դրանք։ Այդ ներմուծումը տարեկան 1,8 տրիլիոն դոլարի է հասնում։ Օրինակ, Ջիբրալթարը ներմուծված վառելիքից ստանում է իր էներգիայի 100%-ը, Սինգապուրը, Մալթան, Հոնկոնգը 99%, Վրաստանը 78%, մեր երկիրը 74%, իսկ Թուրքիան 69%։ Հայաստանը հանածով առելիքի ներմուծման բարձր կախվածություն ունի իր էներգամատակարարման 3/4-ն ապահովելու համար, ընդգծում է վերլուծաբանը։ Այդ ներմուծման մեծ մասը գազն է, որը հիմնականում գալիս է Ռուսաստանից։ Վերականգնվող էներգիայի շնորհիվ հնարավոր է վերացնել ներմուծումից կախվածությունը։ Արևային էներգիան անցյալ տարի առաջին անգամ կազմել է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 10%-ը եւ դա գրեթե 3 անգամ ավելի է, քան 3 տարի առաջ էր։ Այսպիսով վերականգնվող էներգիան կարող է նվազեցնել Հայաստանում գազի լրացուցիչ ներմուծման անհրաժեշտությունը եւ հուսով ենք, որ այդ միտումը կշարունակվի։ Նաեւ շատ նշանակալի զարգացում է 2021 թվականին Հայաստանի ընդունած նոր էներգետիկ
ռազմավարությունը։ Հենց այդ ռազմավարության վերականգնվող էներգետիկայի արտադրության ավելացման արդյունքում է, որ մենք տեսել ենք զգալի տեղաշարժ, ինչի շնորհիվ ավելի շատ արևային կայաններ են կառուցվում։ Մյուս դինամիկան Վրաստանի նման երկրների հետ փոխկապակցվածության աճն է։ Ավելի շատ փոխկապակցվածություն, բայց ավելի շատ վերականգնվող էներգիա, անկասկած սա ապագայի ամենամեծ միտումն է, որը պետք է դիտարկել։ Նույնիսկ զարգացած երկրներ Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան եւ Իտալիան կախվածություն ունեն հանածո վառելիքի ներմուծումից։ Չնայած Հնդկաստանն ու Չինաստանը վառելիքի խոշոր արտադրողներ են, բայց նրանք եւս էներգիայի արտադրության համար հանածո վառելիքի ներմուծումից կախվածություն ունեն։ Էներգետիկ անկախություն չունեն անգամ ամենազարգացած երկրներն աշխարհում, սակայն դիվերսիֆիկացումը կարևորում են։ Օրինակ, եվրոպական երկրները 22-ից սկսած փորձում են նվազեցնել Ռուսաստանից հանածո վառելիքի կախվածությունը։ Երկրների 92% ըստ վերլուծության ունեն պահանջարկն առավել քան 10 անգամ գերազանցող վերականգնվող էներգիայի ներուժ, հետևաբար կարող են հեշտությամբ լինել էներգետիկ անկախ։ Կան մի քանի տասնյակ երկրներ, որոնք ոչ միայն ինքնաբավ են հանածո վառելիքի պաշարով, այլև արտահանում են՝ Իրաքը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ այլն։ Ադրբեջանն այս առումով ինքնաբավ է, քանի որ ունի թե նավթ, թե գազ ընդգծում են մասնագետները։ Վրաստանը չնայած ավելի շատ է կախված ներմուծումից, սակայն լոգիստիկ առումով Հայաստանից ավելի նպաստավոր դիրքերում է։ Ուղղաթիռով ժամանող խոսնակներին դիմավորում են LinkedIn Local Երևանում միջազգային ֆորմատի այս գործարար հարթակը երկրորդ անգամ է համախմբում Մայրաքաղաքի բիզնես համայնքին։ LinkedIn Local-ը միավորում է նրանց, ովքեր սոցիալական ցանցերից այն կողմ իրական ամուր կապեր են փնտրում։ Այս տարի եւս մասնակիցները նոր ծանոթություններ են հաստատում, մասնակցելով տարբեր ձևաչափերով քննարկումների եւ ներկայացնելով իրենց հնարավորությունները։ Կրկին ընտրվել են փորձառու մենթորներ, իսկ այս տարվա նորույթը դիվանագետների ներկայացումն է։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում, Միացյալ Նահանգների, Չեխիայի, Բելգիայի եւ Իսպանիայի դեսպաններն ու տնտեսական հարցերով ներկայացուցիչները։ Ուզում ենք հայ գործարարին հնարավորություն տալ առանց բյուրոկրատական քաշքշուկների հնարավորություն ունենալ ուղիղ հենց կենտրոնի շփում ունենալ դիվանագետի հետ, դեսպանի հետ։ Միջոցառման հատուկ հյուր է շվեյցարական պրեմիում ժամագործական բրենդի հիմնադիր Արամ Պետրոսյանը խոսել է երազանքը բիզնեսի վերածելու մասին եւ ինչ անձնային հատկանիշներ են անհրաժեշտ ճկուն ու երկարաժամկետ մտածողությամբ գործարար դառնալու համար։ Այն երազը, որը դու օդի մեջ տեսնում ես, դու պատկերացնում ես, թե ինչ կարող է դա լինել, բայց երբ արդեն փորձում ես դարձնել պրոդուկտ եւ փորձում ես իրեն դարձնել բիզնես պրոդուկտ, դա բավականին երկար ճանապարհ է եւ իմ փորձի արդյունքում կան գործիքներ, որոնք որ կօգնեն եւ այսօր այստեղ ներկա գտնվող մարդկանց։ Նման ձևաչափով միջոցառումներ արդեն անցկացվել են Միացյալ Նահանգներում եւ Չինաստանում, իսկ հաջորդ կանգառը Եվրոպան է։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $66.65։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $64.82։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.4%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3333։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 1.7%-ով եւ կազմել մեկ հատի համար $107,670։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 9-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 10 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 437 դրամ 46 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 85 լումա։